Պարոն Հարությունյան, իրականում ես արտահերթ հարց կտամ։ Ես իմ մոտ անընդհատ տպավորություն է, պարոն Հարությունյան, որ դուք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ընտրել եք, որպեսզի լավացնեք մեր գործերը Եվրասիական տնտեսական միությունում։ Անկեղծ բան եմ ասում, դուք Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի ձեր թե այս քննարկման, թե նախորդ տեխնացուի քննարկման ժամանակ ձեր հիմնական թեման կարծես թե այն էր, որ ԵԱՏՄ-ի հետ կարծես թե խնդիր կա, պետք է այդ խնդիրները լուծել։ Ու իմ մոտ տպավորություն է, որ ձեր նպատակն է, որ եվրոինտեգրման հարցերը պետք է փոքր-ինչ վատացնել, որ ԵԱՏՄ-ի հետ հարցերը մի քիչ լավանան։ Կամ առնվազն այնտեղ ոնց որ արագ են գնում, պետք է դանդաղացնել, որ ստեղ հարցերը լավանան։ Իմ մոտ այդ տպավորությունն է առնվազն, թե ձեր խոսույթից, թե նախորդ տեխնացուի խոսույթից, պարոն Վարդևյանն ասում է, այսինքն մեծ հաշվով նախորդ երկու զրուցակիցների, իմ գոլեգայի պարոն Վարդևյանի եւ Տիկին Հովսեփյանի խոսակցությունը մեծ հաշվով նրա մասն էր, որ հա էլի իրոք խեր, տենց մեծ միջոցառմանը ներկա գտնվել նաեւ Ուկրաինայի նախագահ։ Անկեղծ եմ ասում, դրա մասն էր։ Օրինակ պարոն Վարդևյանն ասում է, Այդ ոնց է եղել, Ուկրաինան ինչ լավ բան է արել, պատերազմից հետո Տիկին Հովսեփյանն ասում է, դե ճիշտ եք ասում, ոչ մի լավ բան չեք արել։ Հիմա ինչքան վատ կլինի, պատկերացրեք, որ այդ կոնտեքստով մեկն էլ ձեր խմբակցությունից օրինակ հարցնի, պատերազմից հետո Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ում հետ է դաշնակցային համաձայնագիր ստորագրել Ադրբեջանը, ձեր մյուս խմբակցության գործընկերն է, ասի Ռուսաստանի ու հետո սկսեք դատապետել Ռուսաստանին, չի կարելի, չէ՞, այդպես օրինակ դա կարծում եմ միջազգային գործընկերների տեսանկյունից հեչ լավ չի ու այդ կոնտեքստով չի կարելի նայել երկրներին, որտեղ աշխարհի երկրները ունեն հարաբերություններ, ժողովուրդ ջան։ Ու այդ երկրների այդ հարաբերությունները հիմնված են միջազգային իրար շահերի վրա եւ ոչ թե վեհ գաղափարների, արժեքների եւ մնացածի։ Շահերի վրա է այդ ամեն ինչը հիմնված։ Իմ սկզբնական հարցին խնդրում եմ պատասխանեք, պարոն Հարությունյան։ Պարոն Ալեքսանյան, անկեղծ ասած հարցը չլսեցի ես։ Զուտ լսեցի ձեր դիրքորոշում, որ դուք ունեք տպավորություն, որ եվրոինտեգրման փոխարեն ԵԱՏՄ խնդիրներ է փորձում լուծել, ընդ որում ինչպես հասկացա, եթե ճիշտ հասկացա ձեր խոսքից, ձեր այդ տպավորությունը ստեղծվել է ոչ թե իմ խոսքից, այլ նախորդ օրվա նիստից։ Խնդրում եմ ինչպես Դե ամեն դեպքում ես չգիտեմ ինչա ձեր մոտ այդ տպավորությունը ստեղծվել, խնդրում եմ արձագանքի ժամանակ հարցը ինձ ուղղեք, փորձեմ պատասխանել, շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, այդ տպավորությունը ստեղծվել է նորից նրանից, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացությունը քննարկելիս իմ մոտ անկեղծ այդ բանը գործընկերները, չգիտեմ, համակարծիք են, թե չէ, բայց տպավորությունն է, որ ելույթ ունեցողը նախագահի տեխնացուն շատ կոնկրետ, շատ հստակ մի հատված իր խոսքի անդադ նվիրում է Եվրասիական տնտեսական միությանը։ Անընդհատ գործես սենց ռուսերեն ասեմ, էլի, վստահ եմ կհասկանաք, սագավորկայնա, սենց էլի, սագլյատկայնա կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել։ Չէ, ենթամշակույթ չի։ Ֆրանսերենի չեմ տիրապետում, միայն անգլերեն։ Այնուամենայնիվ, դες տպավորությունն է, որ անընդհատ խոսակցության լեյթմոտիվը ԵԱՏՄ-ն է։ Այսինքն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացության հարցի քննարկման ժամանակ խոսակցության լեյթմոտիվը ԵԱՏՄ-ն է։ Պարոն Ալեքսանյան, ես նորից կրկնում եմ, չգիտեմ ինչի է ձեր մոտ այնց տպավորություն, կարծեք ես ԵԱՏՄ-ի մասին մի անգամ այդ բառն եմ օգտագործել, ներկայացնելով 13 թվականի Հայաստանի Հանրապետությունում արտաքին կուրսի մասով տեղի ունեցած ընտրությունը եւ վերջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։